Կասում եք, եթե օրինակ վեհապարը հայտարարի ազատության հրապարակում հանրահավաք, բացառում եք նման զարգացումներ, համեցեք։ Ոչ, իրենց սոճիջը չեմ բացառում։ Նախով ինչի համար է անում, օրինակ ինձ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է մեզ հետաքրքիր է մեր եկեղեցու ազատագրումը եւ իր վեհությամբ մեր ժողովուրդ դեպի մեր ժողովուրդ վերադառնալը եւ մաս կազմելը քաղաքակիրթ քրիստոնեական աշխարհին։ Կա այլ տարբերակ, որ պետք է լինի մեր ժողովրդի հավաքական ճնշումը, պահանջը, որովհետև նայեք, էլի դիմենք Աստվածաշնչի, ձայն բազմած, ձայն Աստծո, չէ, բազմության ձայնը Աստծո ձայն։ Մենք Աստծո ձայնով, բազմության ձայնով դիմելու ենք իրեն, թողնելու մեր վեհարանը, թողնելու եւ թույլ տալու քրիստոնեական Հայաստանին։ Աշխարհում ամենամեծ դաժանությունները տեսած եկեղեցուն, քրիստոնեական եկեղեցուն, որ հավանաբար աշխարհում ամենամեծ տառապանքներն է կրել ինքը իրեն այդպեսին պահելու, իր կերպարը պահելու համար ինքը պիտի թողնի, որ այդ եկեղեցին վերջապես շունչ քաշի դեպի Աստված, դեպի աստվածային ճշմարտություն։ Ինքը հիմա այտենց արանքը մտել է, շատ բաներ խախտում է։ Մնացածը մենք ելի եմ ասում, այստեղ իրենք ինչ կարող են անել։ Հա, կարող են հազար ու մի բաներ անել, բայց նկատի ունեն, որ այդ մարդիկ հեղինակություն չունեն։ Մեր հույզերի, երազների, ամենալավ